Լայբնիցի բանաձևը անցած անգամ որ ապացուցում էինք, ինչ էինք ասում, ինդուկցիայով ենթադրել էինք n-ի համար ճիշտ է ուզում էինք ապացուցենք n+1-ի համար, հա։ Ասում էինք, որ այդ u անգամ v-ի n+1-րդ կարգի ացենցիալը հանդիսանում է u անգամ v-ի n-րդ կարգի ացենցիալի ացենցիալ։ Այստեղ ինդուկցիոն ենթադրությամբ ասում էինք, որ ինչ է մեր մոտ u անգամ v-ի n-րդ կարգի ացենցիալը, դա c-նից կայական, u-ի k-րդ կարգի ացենցիալ, v-ի n-k-րդ կարգի ացենցիալ, հա, ու գումարը կան 0-ից n։ Հիմա պետք է այս ամբողջ գումարը ացանցենք ևս մեկ անգամ։ Ճիշտ է։ Այսինքն կարող են գրել այստեղ գումար կան 0-ից n, c-նից կայական այս արտադրյալի ացենցիալ, իհարկե այստեղ 0-րդ կարգի ացենցիալ ասելով հասկանում ենք հենց ֆունկցիան, հա։ Ու հիմա այս արտադրյալի, այո, ացենցիալը գրում ենք ինչն է։ Սա ու k-րդ կարգի ացենցիալի ացենցիալը k+1-րդ կարգի ացենցիալն է, անգամ մյուս ֆունկցիան գումարած, սա թողում ենք ինչպես կա, մյուսը պետք է ացանցենք, մյուսն էլ որ ացանցենք v-ի n-k + 1 կլինի, հա։ Այո, առանձին գումարներով գրենք։ C-նից կայական, u-ի k, v-ի n-k + 1։ Մի հատ եկեք վերհիշենք, թե մենք ինչ ենք ուզում ստանանք, մենք ի վերջո ուզում ենք ստանանք c-n + 1-ից կայական, u-ի k, v-ի կամ ավելի կոնկրետ n + 1 - k, հա։ Իհարկե նույն բանն է, բայց մենք n-ի տեղն ենք ուզում n + 1 լինի, հա։ n + 1 հանած k։ Դե այստեղ n + 1 հանած k կա, այսի ոնց որ n տեսքով է, որը որ մեզ պետք է, հա։ Ու իհարկե գործակիցը ուրիշ է, բայց այդ գործակիցը հələ կհասցնենք կարգավորել։ Այստեղ ոնց որ փոքրիկ փոփոխություն պետք է անել, այստեղ u-ի k + 1-ի տեղը մենք ուզենայինք u-ի k լիներ, հա։ Այստեղ երևի ինչ ենք նշանակեին, ինչ, ամեկ գումարած a2, հա։ Հիմա ամեկը մի քիչ ձևափոխենք, բերենք այս տեսքի, ամեկը կարող ենք առաջին անդամը, կամ լավ, օքեյ, առաջարկա ինչը, ինչով փոխարինենք։ K + 1-ը կամ k-ով եք փոխարինում, կամ m-ով եք փոխարինում, եթե հարմար է, որ հենց k + 1-ը k-ով փոխարինենք, կարող ենք տեղում k + 1-ը k-ով փոխարինենք, հա։ Այսինքն եթե այստեղ k + 1-ը փոխարինենք k-ով, այս նոր գումարման ինդեքսը արդեն կսկսի ոչ թե 0-ից, այլ 1-ից, մինչև n + 1 գնա, n-ի փոխարեն, c-n-ից հիմա այս նոր կանն են գրելու, որը հին k-ից հանած 1-ն է, ու u-ի k-րդ կարգի ացենցիալ, v-ի հիմա պետք է գրենք n-ից հանած k-1։ Եկեք տենց գրենք, հա, որ տենց երևա, որ այս կան ու ոնց որ, հա, այս k-1-ը այն հին կանն է, էլի։ Բարի։ Լավ, իհարկե այստեղ կարող ենք մի հատ էլ առանձնացնել ամենավերջին անդամը, հա, այսինքն գրենք գումար կան 1-ից n, c-նից k-1-ական, ու k-րդ կարգի ացենցիալ, v-ի արդեն իհարկե հիմա կարող են գրել n + 1 հանած k-րդ կարգի ացենցիալ, ու գումարած
վերջին անդամը ինչ է լինելու cn-ից n+1 հանած 1, որը հենց n-ից n-ականն է, որը 1 է, հա, այստեղ այդ դեմոնստրատիվ այդ 1-ը կարող են գրել, ու-ի n+1-րդ հացենցիալ ու v-ի որ հացենցիալն է լինելու 0-րդ, հա։ Իհարկե կարող ենք այդ 0-ն չգրել, բայց ոնց որ այսպես։ Հիմա A2-ն էլ կարող ենք գրել ինչ տեսքով։ Այստեղ ոնց որ այստեղ կան 0-ից n-էր փոխվում, այստեղ կան 1-ից n+1 էր ու այդ 1-ից n հատվածն է, որ երկուսի մոտ էլ համընկնում է, այդ պատճառով այստեղ վերջին անդամը առանձնացրեցինք, այստեղ արդեն կառանձնացնենք առաջին անդամը, որը կան հավասարը 0-ին է համապատասխանում, այսինքն այստեղ կգրենք էլի այդ c-n-ից 0-ական, հա, որը 1-ն է, ու 0-րդ կարգի հացանցիալ v-ի n+1-րդ կարգի հացանցիալ գումարած կան 1-ից n, c-նից կայական, ու կա v-ի n+1 մինուս կա, էլի n տեսքով գրեմ, որը որ մենք հետո վերջում ակնկալում ենք ունենալ, հա, ու վերջապես այն մեր հետաքրքրող արտահայտությունը, այսինքն ու անգամ v-ի n+1-րդ հացենցիալը, որը a1 գումարած a2-ն է, ինչն է լինելու։ Մի հատ սա, 1 անգամ ու 0 v-ի n+1, հետո գումարած, նավ, այս գումարը գրեմ, կան 1-ից n, ուզում եք ստեղ թարս տեղերով գրենք, a2 գումարած a1 գրենք, որ երևա որ a2-ից սկսեցինք, հետո էլ a1-ն են գրելու։ Ստեղ c-նից կայական ու-ի կա v-ի n+1 մինուս կա, այսքանով ավարտեցինք a2-ը, հետո a1-ին անցնենք, կան 1-ից n, c-նից կա մինուս 1-ական v-ի n+1 մինուս կա, ու Չէ, ոնց որ սենց մի հատ հարց, այս, ասենք, այս գումարը կամ այս մյուս գումարը n-ից է կախված, թե k-ից է կախված, n-ից է կախված, այս գումարման ինդեքսը, այստեղ որ k-ա գրված, թե ոնց որ այս բոլոր k-երի տեղը չէ կգրեինք, ոչ հիմա չէր փոխվի, որտեվ դա ընդամենը ընդունում է 1-ից n, իրան փոխարինելու ենք 1-ից n թվերով ու այդ ստացված բոլոր անդամները իրար գումարեինք, այստեղ որ հիմա այդ k+1-ը փոխարինեցին k-ով, ոնց որ ոչ մի կարիք չկա հետ գնալու, էլի, որտեվ դրանից կախված չի։ Հիմա ոնց որ ինչ կարող ենք անել, այս առաջին անդամը, որ u0 v-ի n+1-ն է, կուզենայինք ոնց որ այս 1-ի փոխարեն ինչ գրել։ Մի քիչ մոտիկ ես։ n+1-ից 0-ական, հա, որտև ստեղ 0-րդ կարգի հացենցիալն են գրել։ Այս երկու գումարում, այս ու այս, կարող ենք, նույն կան 1-ից n-ա փոխվում, կարող ենք գումարը ընդհանուր կան 1-ից n գրել, էլ ինչ ընդհանուր կարող ենք անել։ Ու-ի k-րդ կարգի հացենցիալը v-ի n+1 մինուս k-րդ կարգի հացենցիալը, ընդամենը գործակիցները պետք է միմյանց գումարել։ Այսինքն այստեղ գործակիցը c-նից k-ականն է, ու c-նից k-1-ականը, ու-ի k-րդ v-ի n+1 մինուս k-րդ, ճիշտ է։ Ու մի հատ էլ վերջին անդամ ունենք, ու n+1 v0։
Էդ էլ ինչ գրենք։ C-ի n+1-ից n+1 կան, հա։ Ուй n+1 v-ի 0։ Ну, ոնց որ եթե ես էլ վեր հիշենք, որ C n+1-ից կայականն է, ըստ ճիշտ նույնպես, ինչպես որ Նյուտոնի բինոմում էր, հա, այս կտորը ստացվում։ Կստանանք, որ այս C n+s-ի նույն s գումարելին, հա, առաջին s գումարելին, հանդիսանում է նույն s գումարելին, կան արդեն տեղադրված 0, հա, որ կան 0 դնեք, C n+1-ից 0-ական, ու-ի 0-րդ կարգի ացենցիալ, v-ի n+1-րդ կարգի ացենցիալ, ինչպես տեղագրված։ Իսկ վերջին գումարելին կհանդիսանա նույն գումարելին կայի տեղը արդեն n+1, հա, ստեղ n+1, ու-ի n+1-րդ կարգի ացենցիալ, v-ի n+1-ից հանած n+1-ը կտա 0։ Այսինքն կարող ենք պարզապես գրել գումար կան 0-ից էսի ու մինչև n+1 C n+1-ից կայական ու-ի կա v-ի n+1 մինուս կա n+1 մինուս կա Ինչպես? Չէ, n+1-ը ոնց են դառնա։ Մենք n-րդ կարգի ացենցիալի համար ենթադրեցինք, որ այդ բանաձևը տեղի ունի, n+1-րդ ացենցիալի համար ստացանք համանման բանաձև արդեն n-ի տեղը n+1-ով։ Մինչև արդեն ինդուկցիայով ավարտեց ապացույցը։ Սա հարցեր մնացին։ Okay. Լավ։ Հիմա ոնց որ այս բանաձևի կիրառությամբ կարող ենք 1-2 ֆունկցիայի արտադրյալի, հա, բարձր կարգի ացենցիալ հաշվել։ Ասենք x քառակուսի x-ի n-րդ կարգի ացենցիալը։ Հիմա ոնց որ պետք է գրենք գումար կան 0-ից n, c-ից կայական, ոնց որ x քառակուսու կայերորդ կարգի ացենցիալ, x-ի n մինուս կայերորդ։ Իհարկե նույն հաջողությամբ կարող ենք տեղերը շրջել, այսինքն ստեղ գրել n մինուս կայերորդ, ստեղ կայերորդ։ Ասենք որ տեսքն եք նախընտրում։ Առաջինը, ինչի առաջինը։ Որտեվ EX-ի ացենցիալը, որ ացենցիալը ուզում եք հաշվեք։ EX-ը, հա, EX-ի n-կան մի թեթև կայից ավելի բարդ, հա, կարակ տենց գցեք EX-ի վրա, հա։ Էդի մի կողմից։ Մյուս կողմից, ոնց որ ինչա էլ ավելի ոնց որ հարմարավետ է դարձում այս առաջին ընտրությունը, այդ x քառակուսու որոշակի ացենցիալներ դառնում են ավելի կոնկրետ ինչ թիվ է դառնում 0 է դառնում, չէ, ասենք երրորդ ացենցիալից սկսած բոլորը դառնում են 0։ Այսինքն ստեղ եթե այս տեսքով նայում ենք, կայի որ արժեքներն են, որ 3-ից փոքր են, որ դեր են խաղալու։ Այն միջև 3-ից հետո, այսինքն այստեղ կարող են գրել այսպես, հա, c-ից 0-ական x քառակուսու 0-րդ կարգի ացենցիալ, դե անգամ x միևնույնն է, x-ը ինչքան ուզում ես ացանցի, x կմնա։ Հետո c-ից 1-ական x քառակուսու ացենցիալ, հա, x Այս արդեն իրանից ինչ է ներկայացնում սա, 2x-ը, c-ից 2-ական x քառակուսու երկրորդ ացենցիալ, հա, ու հաջորդ ացենցիալը արդեն լինելու է 0, չէ, սենց տեղ գումարած լիքը 0-ներ են լինելու,
Ասեն իրականում մենք ունենալու ենք այս գործակիցը 1 է, անգամ x քառակուսի անգամ x, c-նից մեկականը դա n-ն է, չէ՞։ 2x անգամ x, c-նից երկուականն էլ դա n անգամ n-1 կեսն է, անգամ 2 Իհարկե, այստեղ կարող ենք x ընդհանուր հանել ու գրել x քառակուսի գումարած 2nx գումարած երկուսները ստել կրճատել n անգամ n-1, հա։ x քառակուսի երկրորդ տածենցիալը 2-ն է, չէ՞։ Հիմա որ մի հատ էլ ածանցենք 2-ը, արդեն կստացվի 0 ու բոլոր հաջորդի ածանցիալները եւս կլինեն 0, դրա համար այստեղ 0-ներ ենք շարել։ Իհարկե կարող ենք ասել, թե 0-ների քանակն ինչքան է, եթե մենք n անգամ ենք ածանցում, քանի անդամ ենք ունենալու։ Այստեղ քանի անդամ ունենք։ n + 1 է, 0-ից որ n են գնում, n + 1 հատ անդամ կա։ Ստել 1, 2, 3 հատը որ 0-ական է, այստեղ կմնա n-2 հատ, հա, որ ընդհանուր անդամների քանակը տա n + 1։ Հիմա եթե x խորանարդ անգամ x լիներ, քանի որ 0-ական գումարելի կունենայինք 4 հատ, հա, այստեղ 3 հատ ունեինք, x խորանարդի դեպքում մի հատ էլ ավել կլիներ։ Okay։ Ասենք հիմա x անգամ սինուս x-ի Եթե n-րդ կարգի ածենցիալն ենք հաշվում էլի Լայբնիցի բանաձևը օգտագործելով, պետք է էլի նույն ձևով գրենք գումար կան 0-ից n, c-նից կայական, հիմա x-ի որ ածենցիալն եք ուզում գրեք կա, թե n- կա, x-ի n- կա, սինուս x-ի կա, ու բոլորս սրա հետ համաձայն ենք, չէ, շատ լավ է, որ համաձայն չենք, քանունը մարի, ինչ ես ուզում, որ գրենք, հակառակը, okay, այստեղ կա գրենք, այստեղ էլ n- կա գրենք, ինչ ենք տենց ուզում անել, մարի, հա, ինչն է պատճառը, որ հակառակը ուզեցինք անել, հա, համարյա թե, որովհետև x-ի արդեն որ երրորդ ածենցիալն է 0 տալու, երկրորդ ածենցիալը 0 է տալու, դրա համար առաջին կան մի հատ 0-ի համապատասխան անդամը գրենք, c-նից 0-ական x անգամ սինուս x-ի n-երորդ կարգի ածենցիալ, հետո c-նից 1-ական x-ի ածենցիալ պետք է գրենք, որը 1 է, սինուս x-ի արդեն n-1-րդ կարգի ածենցիալ, ու հետո արդեն x-ի երկրորդ ածենցիալը կտա 0, ու արդեն կարող ենք այդ անդամները բաց թողել, հա, այստեղ չգիտեմ, ասենք n-1 հատ է, հա։ Ինչպես։ Ոնց որ գումարը մեր մոտ երբ որ 0-ից n-ա փոխվում, 0-ից n մեր մոտ կա n + 1 հատ թիվ։ Ոնց որ 0-ն առաջին թիվն է, հա, 1-ը երկրորդ թիվն է, n-ը n + 1-րդ թիվն է։ Կամ պրոստը n-ից հանած 0 գումարած 1, հա։ Բարի։ Դե էս էլ ունենում ենք 1 անգամ x, սինուսի ամեն անգամ ածենցիալ հաշվելուց ինչ էր տեղի ունենում, սինուսի արգումենտում գումարվում էր պիկես, հա, այստեղ կունենանք սինուս x պլյուս պիկեսը քանի անգամ գումարած, n անգամ, c-նից մեկականը դա n-ն է, այս մեկը կարող ենք բաց թողել, սինուս x-ի n-1-րդ ածենցիալն էլ կլինի կես անգամ n-1, հա։ Բարի։
Ինչպես։ Մնացածը զրոներ են, դրա համար բաց ենք թողը։ Տա անդամները։ Մեր հաջորդ թեման Ֆերմայի թեորեմն է։ Լիցուկ F-ը որոշված է, ասենք AB ինտերվալում։ Եթե F-ն ընդունում է Ընդ x0 պատկանում է AB կետում, հա։ Կետում F-ն ընդունում է մեծագույն կամ փոքրագույն արժեքը, հա։ Եվ բացի այդ մեր ֆունկցիան այդ կետում ունի ակցենցիալ։ Գոյությունն է f'(x0)-ն։ Ապա պարզվում է միակ ոնց որ հնարավոր արժեքը, որ f'(x0)-ն կարող է ընդունել, դա հենց 0-ն է։ Չէ, ոնց որ հարցային էր, որ գոյությունը համարում ենք նաև անվերջ ակցենցիալ ունենալը, հա, ոնց որ եթե այդ կետում ակցենցիալը գոյություն ունի, ապա ուզած-չուզած պետք է լինի 0։ Ինչ գիտենք, ոնց որ գիտենք, որ x0 կետում մեր ֆունկցիան իր մեծագույն կամ փոքրագույն արժեքն է ընդունում, կարող ենք համարել, որ այդ դեպքերից ասենք ինչ-որ մեկն է, որովհետև մեկը մյուսին հեշտ կարա բերվի, դիտարկելով որ ֆունկցիան մինուս f-ը եթե նայենք, հա, եթե ասենք f-ի համար փոքրագույնն է, մինուս f-ի համար այդ մեծագույն կդառնա, հա։ Այսինքն առանց ընդհանրությունը խախտելու, հա, կարող ենք ենթադրել, որ f-ն ընդունում է, f-ն x0-ում ընդունում է իր, ասենք, մեծագույն արժեքը։ Այդ ինչ է նշանակում, որ կամայական x-ի համար AB-ից fx-ը fx0-ից փոքր է հավասար, հա։ Բարի։ Հիմա մենք գիտենք, որ f'(x0-ն գոյություն ունի, f'(x0-ն ինչն է։ Արգումենտի աճին, հա։ Ասենք ըստ ակցենցիալի սահմանմանը,
f'(x0) դա սահմանն է x-ը x0-ին ձգտելիս fx հանած fx0 բաժանած x մինուս x0-ի, հա։ Հիմա եթե սրա անունը 1 դնենք, 1-ից ունենք, որ fx հանած fx0-ն փոքր է հավասար 0, հետևաբար եթե x-ը մեծ է x0, ապա fx հանած fx0 բաժանած x մինուս x0-ն, x մինուս x0-ն այս պարագայում կլինի դրական ու հարաբերությունը կլինի բացասական, փոքր հավասար 0, հետևաբար եթե ոնց որ այդ սահմանը դիտարկենք, աջակողմյան թե ձախակողմյան։ Ինչի ձախակողմյան։ Մեր մոտ x-ը x0-ին ասում եմ աջից մոտեցնենք թե ձախից մոտեցնենք։ Ինչի աջից ձգտեցնենք։ Այստեղ ոնց որ նայում ենք այն դեպքը, երբ որ x-ը x0-ից մեծ է, ուրեմն աջից հա մոտեցնենք։ Աջից եթե ձգտեցնենք, այստեղ կունենանք fx հանած fx0 բաժանած x մինուս x0, այդ մի կողմից մեր իհարկե գիտենք, որ այս ատենցիալն է հենց f'(x0)-ն է ու կլինի ինքը եթե այս արտահայտությունը միշտ փոքր է հավասար 0-ից։ Իր սահմանի մասին ինչ կարող ենք ասել։ Էլի փոքր է հավասար 0-ից։ Բացի այդ, ինչ կարող ենք ասել, որ եթե x-ը փոքր է x0-ից, ապա այդ հարաբերությունը ինչպիսին կլինի։ Մեծ հավասար լինի 0-ից, ուստի f'(x0)-ն, որը կարող են գրել որպես սահման x-ը ձգտում է x0-ին արդեն որ ծախից fx հանած fx0 բաժանած x մինուս x0-ի այս արտահայտությունը լինելով ոչ բացասական, իր սահմանը ևս կլինի ոչ բացասական։ Այսինքն ստացանք, որ f'(x0)-ն մի հատ թիվ է, որը համ պետք է փոքր հավասար լինի 0-ից, համ մեծ հավասար լինի 0-ից, ուստի այս երկուսից արդեն եզրակացնում ենք, որ f'(x0)-ն 0 է։ Շատ լավ, այստեղ երկրաչափական մեկնաբանությունը շոշափողը այդտեղ այդ էքստրեմ կետում շոշափողի գոյության դեպքում, հա, երբ որ այդ ատենցիալը կա, նույնն է թե որ շոշափողը գոյություն ունի։ Դեպքում այն զուգահեռ որ առանցքին ասում եմ x0-ն է, որտեղ այդ մաքսիմում կետ է,
Այս կետում ածենցիալը եթե 0 է, շոշափողը զուգահեռ է լինում x-երի առանցքին, հա։ Հա։ Դե ոնց որ երբ որ Ֆերմայի թեորեմը ձևակերպում ենք, ասում ենք ընդունում է իր մեծագույն կամ փոքրագույն արժեքը, դե կարող է նույն հաջողությամբ նաև ստեղ ասենք այս փոքրագույնը նայենք, հա, փոքրագույնում էլ էլի նույն բաններ կատարվելու։ Մենք էքստրեմում նայում ենք որպես մեծագույն փոքրագույն արժեք, ոչ թե Էքստրեմումները մեր ոնց որ ֆունկցիայի մեծագույն փոքրագույն էքստրեմում կետերը մեծագույն ու փոքրագույն արժեքներ ընդունելու կետերն են, հա։ Բայց ինչ-որ միջակայքում ամենավստահանալ փոքրը չի։ Ոնց որ կարող ենք գլոբալ էքստրեմումների մասին խոսալ ու լոկալ էքստրեմումների մասին խոսալ, այստեղ խոսքը գնում է գլոբալ էքստրեմումների մասին, չնայած որ այդ նույնը կարող ենք ասել լոկալ էքստրեմումների մասին եւս։ Ուղղակի եթե ուղղակի ինքնին զոհացան վեցում ինքնին ֆունկցիա, ինքը աճում է, ինչ-որ կետից կտրվում է, այդ կետը մենք անգամ ենք մաքսիմում կետ, բայց էքստրեմում չենք կարող համարենք։ Ոնց որ բարի։ Մենք ստեղ գործ ունենք բաց միջակայքի հետ, հա, որպեսզի այդ ամեն ինչից խուսափենք, ասեն այդ էքստրեմում կետը եզրային կետ չի մեր դեպքում, ներքին կետ է, հա, այսինքն այդ էքստրեմում կետը ինչ որ շրջակայքում մեր ֆունկցիան որոշված է, այդ մեզ հնարավորություն է տալի այդ կետին մոտենալ երկու կողմից, հա, որտեվ եթե մենք երկու կողմից մոտենալու հնարավորություն չունենայինք, ասենց բան չէին կարող պնդել։ Այսինքն այստեղ կարևոր էր, որ թե կարողանում ենք աջից մոտենալ, թե ձախից մոտենալ, ու իհարկե դրա շնորհիվ էր, որ ստացվեց, որ ատենցիալը 0 է։ Okay, բան, այստեղ ավելացնենք էքստրեմ կետում, որը ներքին կետ է, հա, որը ներքին կետ է, այսինքն այստեղ ոնց որ շեշտը դրված էր բանի վրա, այս զուգահեռի վրա, բայց շեշտը որտեղ ասես սկսեցինք դնել, ինչ էքստրեմում է, որտեղ է, ոնց է, ասա։ Հա, բարի, էքստրեմ կետում, որը ներքին կետ է, հա, որը որոշման տիրույթի ներքին կետ է, կամ որոշման տիրույթի ներքին կետ հանդիսացող էքստրեմումի կետում, ասենց ասած, եթե դու եզրային կետ ես վերցնում, իհարկե հեշտ պարտադիր չի, որ ատենցիալը լինի 0, հա, տվյալ քո ասած դեպքում ատենցիալը պլյուս անվերջ է։ Աչակողմն է ատենցիալը։ Բարի։ Ես հասկացա, բայց իմացած ինչի մասն փոքր ուրիշ է։ Խնդրեմ։ Տեսեք, բանակ դպրոցում մենք քրիտիկական կետ ասված ենք սահմանել։ Ու այս սահմանել ենք sense որ ֆունկցիան ոնց որ այդ կետում կարող ոնց որ ֆունկցիան պետք է x-ով կետում որոշված լինի, բայց եթե ատենցիալը այդ կետում որոշված չի, ուրեմն այդ կետը հանդիսանում է քրիտիկական կետ։ Հիմա բոլոր էքստրեմումները քրիտիկական կետեր են, չէ՞։ Բարի, լավ հարցը որն է։ Չի ստացվում, որ սերը 0 էքստրեմումի կետ է ստացվում։ Նախ 0-ում ատենցիալը պլյուս անվերջ է, այնպես չի որ գոյություն չունի։ Հետո ոնց որ միակողմանի ատենցիալ կա այդտեղ, հա, իհարկե այդ էլ է պետք է հաշվի առնել։ Հիմա որպեսզի այդ չմտնենք այդ ընդհանրը սահմանումների դաշտ է, ինչին ինչ ես անվանում։ Հիմա քո ծնողները համաձայնվել են քեզ Էդուարդ անվանեն ու այսուհետ մենք քեզ Էդուարդ ենք անվանում, հա, այդ պայծի վեր։ Բայց ոնց որ չգիտեմ, ընկերները կարող է Էդո անվանեն, հա, ու դա էլի ընդունելի լինի։ Ասեն հիմա
դա այդ քո հարցը ընդհանրապես վերաբերում է թե որին ինչ ենք անվանում։ Իհարկե դա ճշգրտելու կարիքը էլի կարա լինի ու նորմալ է, հա, ոնց որ այդ Զեն այն պարագայում, երբ որ դուք գործ ունես ներքին կետերի հետ, այդ հարցը չի առաջանում։ Այդ հասկանալի է։ Այն պարագայում, երբ որ դու ունես եզրային կետ, հա, իհարկե այդ եզրային կետում հիմա եզրային կետը կարա այդ ժամանակ ոնց որ կարաս էքստրեմ կետը իրեն չհամարես։ Զեն էքստրեմ կետեր համարես միայն ներքին կետերը։ Այսինքն դեպի զուտ մեջ պայմանավորվածության վրա է։ Ոնց կոպիտ ասած, հա։ Բայց ոնց է արմատիկ ժամանակ 0 կետը քրիտիկական է, մենակ մի կողմանի ատմոսֆերնի։ Դրանք դա որոշա չէ կողմանի ատմոսֆերների։ Ինչը։ Ինչը։ Քրիտիկական կետը։ Չպետք է որոշա չէ երկու կողմանի ատմոսֆերների համար։ Ոնց որ ատմոսֆերա որոշա մոդուլ x-ի 0 կետը։ Ժողովուրդ, ոնց որ սենց ասեմ, եկեք մի կողմ դնենք կրիտիկական կետի սահմանումը, էքստրեմումի սահմանումը, մնացած, ընդհանրապես հարցը հետևյալն է։ Եթե այդ x0-ն ոնց որ x0-ին կարողանում ես աչից ձախից մոտենաս ինքն էլ մեծագույնն է կամ փոքրագույնն է, ուրեմն այդտեղ ացենցիալը գոյության դեպքում 0 է։ Էտա։ Ոնց որ մաքուր պնդումը էտա, հիմա թե մնացածներն էլ ոնց կտանք ըստ դրա էլ մնացածը կարող ենք անել։ Հա, մեր հաջորդ թեման ռոլի թեորեմն է։ Ռոլի թեորեմ։ Եթե f-ը անընդհատ է AB հատվածում, f-ը դիֆերենցիալի է բաց AB-ում և ֆունկցիայի արժեքները ծայրակետերում համընկնում են։ Ահա։ Կամայական T պատկանում է, այդպես վատ է գրել։ T պատկանում է AB։ Ինչպես։ Երրորդը ասում ենք ծայրակետերում արժեքները համընկնում է f-ն հավասար է f-ին։ Ապա գոյություն ունի ինչ-որ կետ AB-ի միջև, այնպես որ f շիղծեն հավասար է 0-ի։ Հիմա եթե նման պնդում ենք ուզում ցույց տանք, եթե հաշվի առնենք ոնց որ ուզում ենք տեսնենք, որ ինչ-որ կետում ատենցիալը կլինի 0։ Ինչ եք կարծում։ Էքստրեմումի։ Ահա, ոնց որ քիչ առաջ, հա, այդ Ֆերմայի թեորեմը որ ցույց էինք տալի, ասում էինք, որ այդ մաքսիմում կամ մինիմում կետը եթե այդ AB բացից եղավ, այդ կետում էլ հենա ատենցիալը գոյություն ունի, հա, ըստ թեորեմի պայմանի, ուրեմն հաստատ այդ կետում ըստ Ֆերմայի թեորեմի ատենցիալը կլինի 0։ Սին մեր գործն է հիմա ցույց տալ, որ մաքսիմում կամ մինիմումի կետ գոյություն ունի որտեղ։ AB բաց փակ բացում, հա։ Մեր գործն է դա ցույց տալը։ Հիմա մենք ինչ գիտենք, որ մեր ֆունկցիան ինչպիսին է։ Անընդհատ է։ Այդ պատճառով ինքը Ատենցիալը շատ ավելի ուժեղ հատկություն է, քան անընդհատ։ Հա։ Ընդունում է իր մաքսիմալ եւ մեծագույն ու փոքրագույն արժեքները ընդունում է, հա։ Համաձայն Համաձայն Վայրշտրասի թեորեմի
Քանի որ f-ը պատկանում է CAB, հա, քանի որ f-ն անընդհատ է AB-ի վրա, ուստի համաձայն Այրշրասի երկրորդ թեորեմի f-ն ընդունում է իր մեծագույն եւ փոքրագույն արժեքները։ Չէ, մեծագույն արժեքը դա մաքսիմումն է։ Այդ սուպրեմումը չի։ Մեծագույն եւ փոքրագույն արժեքները։ Այսինքն, այդ ինչ է նշանակում, որ գոյություն ունեն x1 ու x2 AB-ից, այնպես որ fx1-ը, ասենք մեր ֆունկցիայի մաքսիմումն է, AB հատվածի վրա fx2-ն էլ մեր ֆունկցիայի մինիմումն է։ Հիմա որ դեպքն է հեշտ քննարկել։ Քիչ առաջ խոսում էինք, որ մենք որպես գործիք այս թեորեմը ապացուցելու օգտագործելու ենք Ֆերմայի թեորեմը։ Հիմա Ֆերմայի թեորեմը որ դեպքում կարող ենք կիրառել։ Եթե ինչը բացից լինի։ Կետերը երկուսը, մեկն ու մեկը, ոչ մեկը, մեկն ու մեկը, հա։ Բայց սա ավտոմատ չի Մի փոքր բան է պետք ասել։ Եթե x1-ը կամ x2-ը AB-ից են, ապա կիրառելով Ֆերմայի թեորեմը կստանանք, որ տվյալ կետում, տվյալ կետ ասելով հասկանում ենք այն կետը, որը AB-ին, հա, այս x1, x2-ից n1-ը, որը պատկանում է AB-ին, հա։ Տվյալ կետում f-ի պոտենցիալը 0 է եւ որպես c կվերցնենք c կվերցնենք հենց այդ կետը։ Լավ։ Հիմա այն դեպքն է, հակառակ դեպքում ինչ է նշանակում։ Հա, հակառակ դեպքում x1-ը եւ x2-ը հանդիսանում են ծայրակետեր։ x1-ը եւ x2-ը հանդիսանում են AB-ի ծայրակետեր։ Ստեղ էլ պետք է հաշվի առնենք որ պայմանը։ Հա, քանի որ այս
Հաշվի առնելով F-ը հավասար է FB պայմանը կստանանք, որ մեր մաքսիմում fx-ը AB-ի վրա, որը fx1-ն է, որը havasar կլինի f-a կամ fb, որը հավասար կլինի fx2, հա? Որ f-ան fb-ին է հավասար, x1, x2-ն էլ ծայրակետերն են, ուրեմն fx1-ը fx2-ին է հավասար։ Ինչպես? fx1-ը մտնում է max ֆունկցիայի մեջ։ Թե ոնց որ մաքսիմում որ վերցնում ենք, իհարկե այդ x1 կետը այդ AB-ից է։ Հա, չեն հետո որ դու գրեք max in ատմետ ֆունկցիա fx ու մինուս fx1։ Մինուս չկա գրած, այստեղ այս հավասարության նշանը, որը գուցե վատ էր ստացվել։ fx1 մաքսիմումը հավասար է fx1-ի, զուտ սահմանումն եմ հիշեցրել։ x1-ն ու x2-ը մեր մոտ ծայրակետեր էին, ուրեմն ուզած-չուզած այդ ծայրակետերում արժեքները կհամընկնեն, կարող է պարզապես x1-ն ու x2-ն են համընկնում, կարող է տարբեր ծայրակետեր են, բայց այդ պարագայում էլ եւս արժեքները միևնույնն է համընկնում են։ fx2-ն էլ հիշեցնենք, որ մինիմումն է։ Հիմա եթե մեր ֆունկցիայի մինիմումն ու մաքսիմումը համընկնում են, այդ դեպքում ինչ կարող ենք ասել։ Հետևաբար f-ը հաստատուն է այս դեպքում։ Եվ որպես C կարող ենք վերցնել ինչ? Կամայական C կամայական կետ AB-ից Նա ացենցիալը տեղ կլինի ծրը։ Անիմ։ Լավ։ Իսկ անդեն այդ նոպարտարի ինչ-որ վերջավորություններ են, մյուս անվերջակ պարանում ենք։ Իհարկե այս դեպքում, որ խոսում էինք, վերջավոր թվերի մասն էինք խոսում։ Ոնց որ պետքա այդ f-ը կամ fb ասել այդ ժամանակ փոխարինես իրենց սահմանով ու կստացվի։ Իդեպ ոնց որ տենց հարմար խնդիրը լուծելու համար։ Ոնց որ կարող եք հասկանալ, թե ոնց ունենալով վերջավորի դեպքում, ամեն ինչը անցկացնել անվերջ ինտերվալների վրա։ Ոնց որ մենք որ ապացուցել ենք, ապա բացից ենք ապացուցել, որն է ավելի ուժեղ, փակից թե բացից։ Չէ։ Ոնց որ ապացուցենք, որ ձեր լսարանից, հա, ձեր խմբից ինչ որ մեկը ինչ որ բան կարող է անել, թե ձեր կուրսից ինչ որ մեկը ինչ որ բան կարող է անել, այդ նույն բանը կարող է անել, խմբիցը ավելի ուժեղ է, որտեղ եթե խմբից մեկը կա, կուրսից մեկն էլ կլինի։ Բայց եթե կուրսից մեկը կա, հեշտ պարտադիր չի, որ ձեր խմբից լինի։ Բարի։ Դե սրա երկրաչափական մեկնաբանությունը էլի նույնն է, հա, որ եթե կա կետ, որտեղ որ շոշափողը զուգահեռ կլինի x-երի առանցքին, հա,
Այս պայմանների դեպքում, հա, կա կետ, որում տարված շոշափողը, հա, զուգահեռ է x-երի առանցքում։ Ստեղ իհարկե ոնց որ մի հատ էլ լուծենք, ստե A ու B կետում մենք պահանջում ենք, որ մեր ֆունկցիան ընդուներ նույն արժեքը, հա, այսի մեր f1 ու f-ն են, որ նույն արժեքն են ընդունում, իհարկե այտենց C կետեր հեշտ պարտադիր չի, որ մի հատ լինի, կարող է մի քանի հատ լինել, հա, այսպես կարող է մի քանի հատ լինի, որ այդ կետում շոշափողը մենք ոնց որ Rolli թեորեմը ապահովելիս օգտագործեցինք նրա անընդհատ լինելը, նրա դիֆերենցիալ լինելը, եկեք տեսնենք, որ թե մի պայմանը, թե մյուս պայմանը անհրաժեշտ է։ Ցույց տանք, որ f-ի անընդհատությունը անհրաժեշտ է։ Հակառակ, հա։ Դիտարկենք f(x)-ը ասարա x, երբ որ x-ը պատկանում է 0-ից 1, 1-ը ներառված չի, և 0, երբ որ x-ը հավասար է 1։ Այս ֆունկցիան ենք դիտարկում, հա, ստեղ սենց, 1 կետում էլ արժեքը 0 է։ Հիմա պարզ է, որ f0-ն ու f1-ը f0-ն f1-ին հավասար է, թե չէ։ Հավասար է։ Ոնց որ այս դեպքում, հա, f0-ն f1-ին հավասար է, ատենցիալը 0-1 բացի համար գոյություն ունի, թե չէ։ Միշտ մեկ է, շտիղտ է, և այն մեկ է, կամայական տեի համար, կներեք, ոչ թե AB բացից, այլ 0-1 բացից, իսկ ածանցյալը ինչ-որ մի կետում 0 դառնում է, թե չէ։ Այս ածանցյալը ինչ-որ մի կետում 0 դառնում է, թե չէ։ Դա ինա ասացինք, որ ածանցյալը միշտ մեկ է, էլ որտեղ արանքում 0 դառնա։ X-ի ածանցյալը մեկը չի, ժողովուրդ։ Հետևաբար, f'-ն հավասար չի 0, բոլոր տեերի համար պատկանում է 0-1։ Այսին գոյություն չունի, նույննատ է, որ գոյություն չունի C պատկանող 0-1-ին, այնպես որ f'-ն դառնա 0։ Բա ինչն էր պատճառը։ Ու պատճառը այն է, որ Rolli թեորեմը կիրառելի չի, որովհետև այն անընդհատ չէ, որ կետում։
Մեկ կետում։ Այսինքն ընդհանրապես մեկ կետում խզվող լինելը արդեն կարա թույլ չտա, որ այդ թեորեմից օգտվել, հա։ Եվ պատճառը այն է, որ եւ թեորեմը կիրառելի չէ, հա։ Քանի որ f-ը խզվում է որ կետում մեկում, հա։ Լավ, հիմա մի հատ էլ տեսնենք, որ դիֆերենցիալությունն է, հա, կարևոր։ Օրինակ 1։ Ցույց տանք, որ դիֆերենցիալությունը ևս անհրաժեշտ է, հա։ Ինչ ֆունկցիա նայենք, որ բոլոր կետերում դիֆերենցիալ լինի բացի ինչ-որ մի կետից, ծայրակետերում արժեքները հավասար լինի ու նաև անընդհատ լինի մոդուլ x-ը, հա, որ նայենք, դիտարկենք f(x)-ը հավասար է մոդուլ x, մենակ պետք է ասենք x-ը որ հատվածին է պատկանում -1-ից 1 ենք նայելու, որպեսզի ծայրակետերում մեր ֆունկցիայի արժեքները հավասարվեն, հա։ Այս դեպքում f1-ը ու f-1-ը 1 են։ Դա ասենք -1-ից 2 որ նայենք, չէր լինի։ Այս ծայրակետերում արժեքները հավասար են, f-ը անընդհատ է այդ ամբողջ հատվածի վրա, բայց գոյություն չունի c պատկանող -1,1, այնպես որ f'-ն հավասար լինի 0։ Իրոք, f'-ն կամ f'-ը, ինչ է մեր մոտ։ Եթե 0-ից 1 բացում ենք, 1 է, եթե, ինչպես? Այդ դեպքում -1 է, բա 0-ում գոյություն չունի, հա, գոյություն չունի, այսօր x-ը հավասար է 0, այսինքն տեսնում ենք, որ ատենցիալը իրոք երբևիցե 0 չի դառնում, ու պատճառը այնն է, որ այդ թեորեմը չեն կարող կիրառենք, հա, ռոլի թեորեմը չեն կարող կիրառել, որովհետև, հա, Չէ՞ կարող ասենք միջին ասել, որ աջակցող զղաղողմյան միջինն է։ Սրանք են դեպքում։ Բարի։ Հա։ Այդ ոնց էր իհարկե ինչ որ այդ ոչի բաներ կարելի է անել, հա, որ ինչ որ գաղափարներ ավելի լայնել ու գուցե ինչ որ թեորեմներ այդ ավելի լայն տեղում աշխատեն։ Հա։ Ասենք կարող է ասենք շարքեր չեն կանցել, բայց ինչ որ շարքեր տարամետ լինեն, բայց ինչ որ ձևով իրանց զուգամտությունը, իրանց ինչ որ արժեք վերագրենք, ինչ որ դեպքերում ու տեսնենք, որ ինչ որ լավ բաներ դեռ տեղի ունենում այդ դեպքերում էլ եւս։ Այսինքն ինչ որ առհասարակ այդ մոտեցումը կարող օգտակար լինի։ Ինչպես։
Ինչի փակ չենք վերցնում, ոնց որ մի քանի պատճառ կա դրա համար։ Ծայրակետերում ոնց որ հենց մենակ միակողմանի ածենցիալներ կան, իհարկե, որը կարող ենք համարենք հենց ածենցիալ։ Մյուս կողմից մեզ պետք էր, որ այս -1 բացից լիներ։ Ասենք մենք ստուգում ենք, որ -1 բացում, հա, Ռոլի թեորեմը ասում էր, բացում պետք է ինչ-որ կետ լինի, որտեղ ածենցիալը 0 լինի։ Հիմա բացի բոլոր կետերը ստուգում ենք, տեսնում ենք, որ արժեքը կամ 1 է, կամ -1 է, կամ էլ չկա դա արժեքը։ Հա։ Եվ քանի որ f'0-ն գոյություն չունի, ապա Ռոլի թեորեմը կիրառել չենք կարող, հա։ Հարցեր։ Okay. Մեր հաջորդ թեման Լագրանժի թեորեմը։ Հրճավոր աճերի բանաձևը հետևանք։ Եթե f-ը անընդհատ է AB-ում և դիֆերենցիալի է բաց միջակայքում, և գոյություն ունի f-ի դեպեն պատկանում է AB, ապա գոյություն ունի C պատկանում AB, այնպես որ C կետում ածենցիալը հավասարվում է FB հանած F-ը բաժանած B-այն։ Ինչ է կարծում ես Լագրանժի թեորեմը Ռոլի թեորեմի հետ ինչպես է փոխկապակցված, որն է ավելի։ Ռոլի թեորեմի ընդհանրացնում է, որովհետև եթե մասնավորապես FB-ն F-ային հավասար լինի, այս կոտորակը պարզապես կդառնա 0, հա, ու Ռոլի թեորեմի պայմանների դեպքում կունենանք, որ f'-ն Լագրանժի թեորեմից կունենանք, որ f'-ն 0։ Այսինքն Լագրանժի թեորեմը Ռոլի ընդհանրացում է հանդիսանում։ Մյուս կողմից հիմա երբ որ սա կապացուցենք, կարող ենք օգտագործել Ռոլի թեորեմը, պարզապես պետք է այնպես կազմակերպենք, որ Ռոլի թեորեմը կիրառելի լինի։ Ռոլի թեորեմի կիրառելիության համար միակ բանը, որ պակասում է, այդ ինչն է։ Այդ ծայրակետերում արժեքները նույնը լինեն, հա։ Հիմա այս ֆունկցիայի ծայրակետերում արժեքները նույնը չեն։ Հիմա կարող ենք մի փոքր փոփոխել, այնպես որ նույնը լինեն, հա։ Ինչպես փոփոխենք մի ֆունկցիա, ասենք այս a-ը, այս b-ը, հա։ Հանենք միջինը։ Լավ, եթե ինչ-որ թիվ ենք գումարում հանում, այդ պարզապես այս գրաֆիկը ոնց որ վերև ներքև տանենք, դրանից ծայրակետերում արժեքները հավասար չեն դառնա։ F-ից ինչ-որ մի բան եկեք հանենք, որը որ
AB հատվածը հանգիստ թողենք, ոնց էր AB-ն ֆիքսված են, մեզ պետք է ինչ-որ մի հատիկ ֆունկցիա հանել, այնպես որ այդ f-ից հանած այդ ֆունկցիան լինի ծայրակետերում ընդունի նույն արժեքները։ Ասենք կարելի է պրոստը բառերով ասել, հա, պետք չի ինչ-որ հիմա բանաձև գտնել, թե ինչ ֆունկցիա հանեք, ասենք ամենապարզը ինչ ֆունկցիա կարող եք հանել, հա, ասենք Էլենը, բայ, մանեն կներես, առաջարկեց հաստատուն հանենք, ճիշտ է, Միքայել, որ առաջ գնանք, ինչ կփորձենք հանել, որ, հա, չլսեցի, F-ն էլի հաստատուն է, չէ, գծային ֆունկցիա եթե հանենք, հա, ինչ գծային ֆունկցիա հանենք, որ ծայրակետերում արժեքները մեր տարբերության հա, այս կետով ու այս կետով, հա, այս AF-ը, BFB կետերով անցնող գծային ֆունկցիան, որ հանենք, այդ դեպքում տարբերությունը կդառնա երկու կետերում էլ 0 F-ն ու F-ն իրար հավասար չեն։ Ինչի էինք էդի ուզում, կամ տենց ինչի էինք տենց ֆունկցիա փնտրում, որտեվ այդ դեպքում ռոլի թեորեմը կարող ենք կիրառել։ Այդ ֆունկցիայի համար կարող ենք ռոլի թեորեմը կիրառենք։ Հա, չնայած որ այս ավելի ընդհանուր է, քան ռոլի թեորեմը, բայց հիմա ռոլի թեորեմի միջոցով էլ հենց սա ապացուցելու ենք։ Զարմանալը ամենալավ բաներից է։ Դիտարկենք այն գծային ֆունկցիան, որի գրաֆիկն անցնում է AF-ը և BFB կետերով։ Նկատենք, որ այդ ուղի հավասարումն է, հա։ Ասենք չգիտեմ, Gx-ը ինչ գրենք։ Նախ եկեք հասկանանք անկյունային գործակիցը ինչ է լինելու այդ ուղի։ Այս տարբերությունը FB հանած F-ն է, այս մյուս տարբերությունը B մինուսան է, անկյունային գործակիցը լինելու է FB հանած F-ը, FB հանած F-ը բաժանած ինչ? B մինուս A։ Հիմա հիշում եք, օրինակ շոշափողի հավասարումը ոնց էինք ստանում, անկյունային գործակիցը այդ ածնցյալներ, հետո բազմապատկում ենք x մինուս x0 էր, հա, տվյալ դեպքում ասենք կարող ենք x մինուս A վերցնել, հա, ինչը կապահովի, որ A կետում էս ամբողջ արտադրյալը կդառնա 0, բայց A կետում ասենք ուզում ենք, որ դառնա ինչքան? F-ը, ուրեմն դրա համար կգումարենք F-ը։ Իհարկե կարող ենք նույն հաջողությամբ x հանած B գրեինք ու գումարեինք FB։ Այս դեպքում F-ան կամ G-ան հավասար է F-A և G-B-ն հավասար է FB։ Ուստի հիմա որ ֆունկցիան էինք դիտարկում։ Fx մինուս Gx, ուստի hx-ով եթե նշանակենք, հա, Fx
հանած jx-ը այս ֆունկցիան ծայրակետերում, հա, կընդունի հավասար արժեքներ իսկ որոնք են այդ արժեքները h-ան ու h-b-ն ինչ կլինեն 0 այս f-ը տրված էր, որ անընդհատ է, գծայինը իհարկե անընդհատ է եւ h-ը կլինի անընդհատ ու բացի այդ նաեւ այլ ինչ կլինի դիֆերենցիալի որտեղ AB բաց փակ բացում, հա Ստել գոյություն կունենա h' P կամայական t-ի համար AB բացից, հա ուրեմն կարող ենք կիրառենք հա համաձայն Rolle's թեորեմի գոյությունից է AB-ից այնպես որ f'-ն հավասար է 0 կներեք, ինչը պիտի գրե h'-ն հավասար է 0 մյուս կողմից h'-ն հավասար է ինչ f' հանած g', իսկ g'-ն ինչն է մեր գծային ֆունկցիայի ացենցիալը հանդիսանում է իր ինչը անկյունային գործակիցը այսինքն այս կոտորակը անկախ թե որ կետից չէ fb հանած f-ը բաժանած b մինուս a դեստեղից էլ ինչ է ստացվում, եթե այս տարբերությունը 0 է, ուրեմն f'-ն հավասար է այս կոտորակին։ Եթե այս տարբերությունը 0 է, ուրեմն f'-ն հենց այս կոտորակն է։ fb հանած f-ը բաժանած b մինուս a Mm-hmm.